Պետական քարոզչությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն մի քանի տարի քարոզում է մարդկանց, որ հայրենիքը պետությունն է։ Ասել է, թե հայրենիքն ու պետությունը նույնական են։ Կառավարությունը պետական տարբեր գերատեսչություններ տեսահոլովակներով ու գովազդային մեծ վահանակներով քարոզում են վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված այս կարգախոսը։ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ, կամ սիրում ես հայրենիքդ, եղիր օրինապահ, մի աղտոտիր, մասնակցիր հավաքներին եւ այլն։ Անշուշտ հայրենիքի ու պետության հանդեպ հոգատարության այս կոչերը շատ գովելի ու ողջունելի են, բայց արդյոք հայ ժողովրդի հայրենիքն ու պետությունը նույնական են։ Իսկ ուր մնաց պատմական Հայաստանը, ուր մնաց Արցախը, ընդհանրապես ինչ է հայրենիքը եւ ինչ է պետությունը։ Փաշինյանի բանաձևումով հայրենիքն ու պետությունը այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, որի սահմաններն ի դեպ Փաշինյանն ու Ալիևը դեռ չեն որոշել։ Հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ։ Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության եւ հայրենիքի շահերի միջև առկա եւ շարունակաբար մեծացող լարումը, պայմանականորեն ասած։ Հայրենիքի եւ պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության եւ հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը։ Պատմաբան Ամատունի Վիրաբյանը հակադարձում է վարչապետին։ Հայրենիքն ավելի լայն հասկացություն է, քան պետությունը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրենը հիմարություն անվանեց Փաշինյանական կարգախոսը, շեշտելով, որ հայրենիքը սոսկ պետության տարածք չէ, այլ պատմություն է, տվյալ պարագայում հայ ժողովրդի 3000-ամյա պատմությունն ու այն բնօրրանը, որտեղ նա ձևավորվել է։ Հայրենիքը ավելի լայն հասկացողություն է, չգիտեմ, որ սենյակներում են որոշել, որ հայրենիքը դա պետություն է, դա ես կանվանեի հիմարություն, հայրենիքը ավելի մեծ հասկացողություն է, քան այսօր գոյություն ունեցող պետությունը, ցավոք սրտի այսօր գոյություն ունեցող պետությունը ընդամենը 29000 քառակուսի կիլոմետր, բայց հայրենիքը ավելի մեծ հասկացողություն է, հայրենիքը դա պատմություն է, 3000 տարվա պատմություն է, 3000 տարվա պատմությունը մենք չպետք է մոռանանք, մենք չպետք է մոռանանք Կարինը, մենք չպետք է մոռանանք Վանը, մենք չպետք է մոռանանք Կարսը, մենք չպետք է մոռանանք Անին, մենք չպետք է մոռանանք Արցախը, դա մեր հայրենիքի պատմությունն է։ Ցավոք սրտի այսօր իրենց քայլերով մենք հասանք 29000 քառակուսի կիլոմետրի։ Եվ որ 1 տարի թե 2 տարի առաջ նաև կորցրեցինք Արցախը։ Պատմագիտության դոկտորի խոսքով հայոց հայրենիքը մեծ հայքի Արցախից մինչև Եփրատգետը ձգվող 300,000 քառակուսի կիլոմետրն է, ներառյալ ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը։ Մեծ հայքը հայոց լեռնաշխարհը եղել է 300-400,000 քառակուսի կիլոմետր, եւ մենք պետք է մեր ժողովրդի պատմությունը սկսած մեզանից առաջ 2000 Քրիստոսից ծնունդից առաջ 2000 տարի առաջ սկսենք այդ օրվանից եւ հասցնենք մինչեւ այսօրվանը եւ բացատրենք ինչու այդպես եղավ, ինչու 300,000-ը դարձավ ընդամենը այսօր 30,000 քառակուսի կիլոմետր։ Դա 300,000-ը մեր հայրենիքն է։ Մենք մեր հայրենիքը չպետք է մոռանանք, հայոց պատմությունը չպետք է մոռանանք, մեր ժողովրդի պատմությունը չպետք է մոռանանք եւ այսօր մեր ժողովրդի պատմությունը ներկայացնելուց պետք է աշխատենք եւ շարունակենք այդ ավանդույթից ելնելով։ Նիկոլ Փաշինյանի հայրենիքի ու պետության մասին դեռ 2023 թվականի հոկտեմբերին ունեցած ելույթին ժամանակին հակադարձել էր նաև մեկ այլ անվանի պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը, նշելով, որ Փաշինյանի հայրենիքը պետությունն է բանաձևը արտաքուստ անմեղ ու գրավիչ է, բայց խորքային իմաստով մտահոգիչ, վտանգավոր ու վնասակար։ Իր հոդվածում պատմաբանն ընդգծում է,
Հայրենի հողի վրա հիմնված պետականությունը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը սիրելը անառարկելի իմպերատիվ ճշմարտություն է։ Եթե այս կարգախոսը գործածվեր սովորական մի երկրի առնչությամբ, կարելի էր ընկալել ու չառարկել, սակայն միանգամայն ուրիշ է եւ այլ կերպ պիտի ընկալվի պատմաաշխարհագրական, պատմաքաղաքական եւ հոգեվոր մշակութային հարուստ անցյալ ունեցող, իսկ ներկայում աշխարհաքաղաքական բարդ կացության մեջ հայտնված Հայաստանի ու հայ ժողովրդի պարագայում։ Ըստ Արարատ Հակոբյանի, չի կարելի քաղաքական այս երկու հայրենիք եւ պետություն հասկացությունները նույնիսկ հայոց պատմության անցյալի հիմքով ու հենքով տարածականորեն նույնացնել։ Պատմականորեն ստացվել է այնպես, որ մեր հին եւ միջնադարյան 5-6 պետականությունները, հարստությունները արտաքին ու ներքին աննպաստ գործոններով պայմանավորված հիմնականում չեն համընկեր մեր հսկայածավալ հայրենիքի պատմահայր Մովսես Խորենացուն կամ մեծ բնագետ Անանիա Շիրակացուն վերագրվող աշխարհացույցում ներկայացված մեծ հայքի քարտեզի 15 աշխարհների նահանգների հետ, գրում է պատմաբանը։ Իրականում իհարկե այդպես չէ, հայկական բոլոր թագավորություններն էլ բացառությամբ Կիլիկյան Հայաստանի եղել են մեծ հայքի ու փոքր հայքի տարածքներում, ամբողջությամբ մասնակիորեն կամ օրինակ Տիգրան Մեծի տերության պարագայում զբաղեցնելով շատ ավելի ընդարձակ տարածքներ։ Ստացվում է, որ մի կողմից կան պատմաբաններ, որոնք որոշակի հակասություններ են տեսնում պատմական Հայաստանի ու ժամանակակից Հայաստանի Հանրապետության միջև տարածական կամ այլ իմաստներով, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն է իր պարակտիչ ու քայքայիչ քաղաքականությանը հատուկ գործելավոճով փորձում իրար հակադրել, իրար հետ կռվեցնել պատմական ու ներկա Հայաստանները, առաջ քաշելով պատմական ու իրական Հայաստանների կեղծ երկընտրանքը, իր այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնավորելու համար։ Այլ խոսքերով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն ֆիզիկապես են հրաժարվում պատմական հայկական տարածքներից եւ առաջին հերթին Արցախից, այլև ավելի հեռու են գնում Հայաստանի ու հայկականության հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի ցավալապաշտությունը սպասարկելու գործում, փորձելով նաև մտովի ու վիրտուալ տարածության մեջ մարդկանց հիշողությունից ու գիտակցությունից ջնջել այդ նույն պատմական Հայաստանի մեծ հայքի հայկական լեռնաշխարհի սահմանները, Արցախի, Արևմտյան Հայաստանի կամ պատմական հայկական այլ տարածքների նկատմամբ հետագայում հայ ժողովրդի որևէ հավակնություն կամ իրավունք բացառելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ ազգայնականությունն ու ազգային գաղափարախոսությունը սնուցող հիմնական գիտելիքն ու գիտությունը պատմությունն է ու պատմական հիշողությունը, եւ թշնամիները դա շատ լավ գիտեն։ Դրա համար են ԿԳՄՍ նախարարության պատվերով Հայաստանում հրատարակվում պատմական կեղծարարության այնպիսի աղաղակող նմուշներ, ինչպիսին է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ դասագիրքը, որի Տիգրան Մեծի ժամանակաշրջանը մեր թվարկությունից առաջ առաջին դարը ներկայացնող քարտեզում նշված են Ադրբեջանն ու Թուրքիան, երկրներ, որոնք աշխարհի քարտեզի վրա հայտնվել են միայն 20-րդ դարում։ Իսկ պատմական ու ժամանակակից Հայաստանների միջև որևէ հակադրություն կամ ընտրություն անելու խնդիր իրականում չկա, եւ դրանք հակադրելու փորձերը քաղաքական հետին նպատակներ են հետապնդում։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի բնորանի մի փոքր հատվածում ստեղծված հայկական պետականությունն է, որի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են։ Կա պատմական Հայաստան, որի տարածքը ներառում է նաև ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը։ Այլ հարց է, որ հայրենիքը, ինչպես իրավացիորեն նշեց պատմագիտության դոկտոր Ամատունի Վիրաբյանը, ավելի լայն հասկացություն է, քան պետությունը։ Այո, հայրենիքը պատմություն է, հայրենիքն ընդհանրապես եւ հայ ժողովրդի պարագայում հատկապես պատմամշակութային ու հոգեվոր երևույթ է։ Հայրենիք է Երևանը, Սևանը, Գյումրին ու Դիլիջանը, Արմավիրը, Արարատն ու Արտաշատը, Թալինն ու Ապարանը, Գորիսն ու Սիսիանը, Արագածը, Արայի լեռը, Խուստուպն ու Հատիսը, Բագրատաշենից մինչև Մեղրի, Արաքսի ափերից մինչև Արտանիշ ամեն մի գյուղ ու քաղաք, ամեն մի հող ու թումբ, բայց նաև հայրենիք է Արցախը, որտեղ ծնվել ու մինչև վերջերս ապրել են արցախահայ մեր հայրենակիցները։ Չէ՞ որ մենք նրանց հայրենակից ենք կոչում։ Եթե Արցախը հայրենիք չէ, ապա ինչպես են նրանք հայրենակից։ Հայրենիք է Արցախը, որի ամեն միտից հող սրբագործված է հանուն հայրենիքի նահատակված հազարավոր հայ զինվորների արյամբ։ Կա արդյոք Հայաստանում մարդ, ով կարող է ուրանալ նրանց թափած արյունն ու հիշատակը։ Հայրենիք է Կարսը, Վանը, Կարինը, Մուշն ու Սասունը, ամբողջ արևմտյան Հայաստանը, որտեղից սերում է մեր երկրի բնակչության մեծ մասը։ Այսօր Հայաստանում ապրող մարդկանց մեծամասնությունը արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ շրջաններում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի սերունդներն են։ Հայաստանում սրա մասին
միայն մոռացել են։ Ուրեմն հայրենիքը հոգևոր է, զգացական, բայց նաև հողեղեն ու շոշափելի։ Իսկ պետությունը ժողովրդի ստեղծած համակարգն է, ինչպես ասում են, ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևը, որի գործառույթը երկրի կառավարումը, ներքին ու արտաքին անվտանգությունն ու ժողովրդի բարեկեցությունը ապահովելն է։ Հայրենիք, երկիր, պետություն, սրանք տարբեր հասկացություններ են։ Տեղին է մեջբերել Նժդեհի խոսքերը. հայրենիք չէ սոսկ երկիրը։ Երկիրը հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը։ Երկիրը հայրենիքի աշխարհագրական զրահն է։ Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը։ Արամ Սարգսյան, Սուրեն Դավթյան, Համլետ Սմոյան, Եվրոմեդիա 24